Ողջույն։ Նախկին նախագահներն ու ռուսամետ ընդդիմությունը ակտիվորեն խուսափում են իշխանությունների հետ հեռուստաբանավեճից։ Տարբեր պատճառներ են բերում դրա համար։ Բայց եկեք արձանագրենք, որ այն երկրներում, որտեղ ընտրությունների ժամանակ ընտրողն է որոշում, թե ով պետք է լինի իշխանություն, քաղաքական գործիչների համար բանավեճը շատ լավ ֆորմատ է ընտրողներին իրենց կողմը հրավիրելու համար։ Այդ իսկ պատճառով հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է 3 դեպքում. երբ դիմացինի կարգավիճակը շատ ցածր է, երբ ֆիզիկապես չի կարող, կամ երբ գիտի, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու եւ ավելի շատ ընտրող է կորցնելու, քան ստանալու դրա արդյունքում։ Եթե դիմացինը ունի ընտրողներ կամ պոտենցիալ ընտրողներ, պիտի հետը բանավիճես, որ այդ ընտրողներին քո կողմը քաշես կամ չթողնես, որ պոտենցիալ ընտրողը դառնա իր իրական ընտրողը։ Չես կարող հայտարարել, որ դիմացինը դավաճան է, հանցագործ է, հոգեկան հիվանդ է կամ աչքի վրա ունք ունի։ Այդ ամենը էական չէ։ Քաղաքական բանավեճի նպատակը դիմացինին որևէ բան համոզելը չէ։ Բանավեճի նպատակը կողքից նայողին համոզելն է։ Հետևաբար պետք է բանավիճես, որ այն դիտող ընտրողներին ապացուցես, որ դիմացինդ վատն է, որ դու իր ասածներին կարողանում ես պատասխանել, իսկ ինքը քո փաստարկներին ոչ, որ ընտրողը քեզ ընտրի, ոչ թե իրեն։ Իհարկե, եթե կանխատեսում ես, որ այդ բանավեճի ժամանակ դիմացինդ է ընտրողներ հավաքելու, իսկ դու կորցնելու ես, կարող ես հրաժարվել ու խուսափել բանավեճից։ Բայց այդ հրաժարվելը ինքնին նշանակում է, որ դու կանխատեսել ես քո պարտությունը։ Հակառակ դեպքում հաստատ չէր հրաժարվի։ Եղեք քաղաքականապես հասուն։